պետության կուսակցությունների իրական կուսակցությունների մասնակցությունը իրական ազդեցություն որոշումների կայացման վրա երկրում, այլ որոշումները կայացնում են բիզնեսմենները։ Այսօր գոնեգարշի երկու նախագահները ամենախոշոր բիզնեսմեններն են եւ բնականաբար բոլոր քաղաքական եւ պետական որոշումները կայացնում են իրենց կամ իրենց շրջապատում բիզնեսների շահերներով։ Դա արդյունքում է, որ խոշոր բիզնեսը այսօր դոմինանտ է եւ փոքր միջին բիզնեսը ստորադաս վիճակում է եւ ճնշված, խոշոր բիզնեսներ էլի սեգմենտավորված է եւ կվոտավորված եւ բոլոր այդ որոշումները կայացնում է մեկ մարդ։ Այդ որ ասացիք, որ ցավոքսրտի հանրապետականները չեն եկել, իհարկե լավ չի որ չեն եկել, բայց որ գային են ճիշտ ասած, ես չգիտեմ ինչ պետք է բանավիճել իրենց հետ, որտեղ իրենց հետ միշտ ինչ-որ բան բանավիճելիս որևէ բանական եզրակացության հանգեն է։ Որտեղ ամեն դեպքում գոնե այն մարդիկում հետ ես շփվում եմ հանրապետական կուսակցությունում, բանական մարդիկ են, որոնց հետ եթե բանավիճում ես, ինչ-որ բան հիմնավորում ես, իրենք ընդունում են եւ ցավոքսրտի հետ ընդունած մոտեցումներ երբեք չեն դառնում որոշումները։ Ոչ ազգային ժողովում, ոչ որևէ տեղ, որտեղ իրենք չեն որոշում կայացնողները։ Հասկանալի է, ոչար սխմելու բան կա, սիստեմը կա եւ բոլոր որոշումները կայացնում են մեկ հոգու կողմից եւ իջեցում են ներքև, մեկ հոգին կարող է որոշումը կայացնել այսօր մի կերպ, վաղը ասենք զարթնի ուրիշ բան մտածի, մի գիշերը մի բան ստորագրի, հետո ուրիշ տեղ գնա այնտեղ վրենչնշում գործադրեն ուրիշ բան ստորագրի եւ ամբողջ մի պետություն պատեպատ է գնում մեկ անձի, մեկ ձեռներից ես անպայման ուզում եմ դաշտել մեկ բիզնեսմենի ուրեմն շահերից ելնել։ Դա է խնդիրը, երբ որ մենք տարանջատենք, կարողանանք եւ դրանում եմ տեսնում նաև այստեղ հավաքված մարդկանց միգուցե առաքելությունը կարող են արդյոք գտնել այն մեխանիզմը, որով կարող են տարանջատել բիզնեսը իշխանությունից, որպեսզի քաղաքական մարդիկ կայացնեն քաղաքական որոշումներ պետական շահերից ելնելով, բիզնեսը զբաղվի բիզնեսով եւ լոբինգ անի շահերը հասկանալի է, որ ամբողջ աշխարհում դա ընդունված է, ազգային ժողովում ունենում է որոշակի լծակներ լոբիստների միջոցով, բայց ոչ թե ինքը լինի հենց ազգային ժողովում, չկայացնի որևէ որոշում այլ կայացնի մեկ բիզնեսմենի կողմից կայացված որոշումները եւ արդյունքում մենք ունենանք մշտապես օրինակ ընդհանրենք, ինվեստորների շահերի գերակայություն, արտադրողների շահերի, ինչի որտեղ հիմնական կառավարողները եւ շահերը մտածեն ինվեստիցիաների, ուրեմն ներկերումների ոլորտում։ Դա պատահական չի, այնտեղ ավելի մեծ փող է կրում, 4 միլիարդ ներկերում ունեն եւ արտադրությունը էքսպորտը շատ ավելի 4 անգամ գրեթե նվազել։